Ամեն տարի Արցախ են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր մասերից։ Առաջինը, որ գրավում է օտարի ուշադրությունը, ինքնատիպ ու յուրահատուկ բնաշխարհն է, պատմամշակութային արժեքները, ազգային ավանդույթները։ Հյուրասեր արցախցին հյուրին դեմավորում ու ճանապարհում այնպես, որ նրա հիշողություններում երկար մնա փոքր, բայց հարուստ պատմություն ունեցող երկրամասը։ Հավանաբար այդպես կլինի նաև Դեվիդի հետ, ով հաշվի չառնելով Սիդնեյի եւ Ստեփանակերտի հեռավորությունը, եկել է տեսնելու այն ամենը, ինչի մասին լսել է ընկերներից։ Սա իմ առաջին այցելությունն է Ղարաբաղ։ Տպավորությունները շատ դրական են։ Շատ է դուր եկել հատկապես Ստեփանակերտը։ Գեղեցիկ է, խնամված, իսկ մարդիկ էլ բարեհամբույր են։ Տպավորված եմ ձեր հարուստ պատմությամբ։ Ցավում եմ, որ ժամանակի սղության պատճառով երկար մնալ չեմ կարող, բայց հնարավորության դեպքում անպայման կայցելեմ։ Արցախից ստացած տպավորությունների էջում Դեվիդի համար յուրահատուկ պատմություն է գրվել։ Նա Արցախ այցելած 15000-րդ զբոսաշրջիկն է, ասել է, թե շնորհավորելու առիթ կա։ Ուրախ ենք ձեզ ողջունելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Դուք հանդիսանում եք 15000-րդ զբոսաշրջիկը։ Դա մեզ համար ուրախալի իրադարձություն է։ Արտգործնախարարության կողմից նման ընդունելության երիտասարդ զբոսաշրջիկը չէր սպասում։ Նրան է հանձնվում 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիր, Արցախը խորհրդանշող տատն ու պապը եւ նյութեր, որոնք կօգնեն Դեվիդին ու իր մերձավորներին ավելի լավ պատկերացում կազմել Արցախի մասին։ ԼՂՀ արտգործնախարարությունում Արցախի հանդեպ աճող հետաքրքրությունն է փաստում 2011-ին Արցախ այցելողների թիվը հատել է 11265-ի սահմանը, իսկ այս տարի ոլորտում ավելի քան 40% աճ է արձանագրվել։ Մեր հանրապետություն ավելի շատ այցելում են Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ճապոնիայից, Չինաստանից, նաև եվրոպական մի շարք երկրներից։ Սամվել Բալայան, Հովիկ Արաքելյան, օր